Բոլոր այն քաղաքացիները, ովքեր եկամտահարկի վերադարձով գնել են տներ կամ իրենց երեխաների ուսման վարձի վերադարձից են օգտվում հայտարարագրման համակարգի միջոցով, նրանք այլևս չեն կարողանա օգտվել ապահովագրության հետվճարից։ Համակարգը ըստ վարչապետի համապարփակ չէ, որովհետև ոչ բոլոր ծառայությունն է ծածկում։ Նախարար Ավանեսյանը սակայն հակառակ պնդումն է առաջ բերում։ Մենք էլ մեզ համար դրել էինք շատ կարևոր նշածող, որ առանձնացնենք հենց այն առաջնային կարևոր ծառայությունները։ Այստեղ այն փաստը, որ ասում են 6000 դրամը թույլ ենք տալու, որ վերադարձվի հայտարարագրման միջոցով որպես սոցիալական կրեդիտ, ապա այդ վերադարձից օգտվելու են շատ քիչ թվով քաղաքացիներ։ Քանի տոկոս մոտավոր։ Մոտավորապես տարբեր մասնագետների հետ ես խոսել եմ, ասում են 7-ից 10% լինեն, թե չլինեն։ Առաջին փուլի շահառուները մինչև 18 տարեկան երեխաներն են, 65 տարին լրացած քաղաքացիները, առաջին, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձիկ, 28 եւ ավելի անապահովության բալ ունեցող քաղաքացիները, որոնց համար վճարվելու է պետական բյուջեից։ Նախագիծն առաջարկում է, որ հաջորդ տարի ապահովագրությունից օգտվեն նաեւ ամսական 200,000 դրամից ավելի եկամուտ ունեցող քաղաքացիները։ Փաթեթի արժեքը 129,600 դրամ է, այսինքն ամեն ամիս աշխատավարձից կպահվի 10,800 դրամ։ Ինչու պետք է 200,000 դրամ եւ ավելի աշխատավարձ ստացող քաղաքացին վճարի 65+ տարիքի բարձր աշխատավարձ ստացող քաղաքացու փոխարեն, ասում է մասնագետը, պնդելով, թե այստեղ սոցիալական անարդարության խնդիր կա։ Սա ապահովագրություն է, որը ասում է այն մասին, որ աղքատները պետք է վճարեն հարուստների համար, այսինքն 200,000 աշխատավարձ ստացողը նույնքան գումար է վճարելու, ինչքան որ վճարում է օրինակ 1 միլիոն, 2 միլիոն, 3 միլիոն ստացող աշխատմարդիկ քաղաքացիները։ Հայտնել չէ նաև, թե ինչ առողջապահական ծառայություն են մատուցելու եւ ինչպիսին է լինելու մինչեւ 200,000 դրամ աշխատավարձ ունեցող քաղաքացիների առողջապահական ճակատագիրը։ Եթե ասում են պարտադիր ապահովագրություն, դրան չմասնակցելու դեպքում ինչ է սպասվում քաղաքացուն։ Մասնագետը պարզաբանում է, կտուգանվի վարչական իրավախախտումների մասին օրենքով, կատարվել է օրենսդրական փոփոխություն։ Այն քաղաքացիները, ովքեր պարտադիր պետք է ապահովագրական փաթեթում ներառվեն, չներառվելու դեպքում մի օր տանը նստած հարկադիրից նամակ կստանան, ծանուցվելով, որ պարտավորություններ ունեն։ Բոլորի համար նույն տուգանքն է գործելու աշխատավարձի 300 ապատիկի չափ։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։